Սամվել Կարապետյանը մեզ չի զգուշացնում։ Նա մեզ վախեցնում է Ռուսաստանի անունից։ Նրա ասածը սա է. եթե Հայաստանի իշխանությունը Մոսկվայի հետ իրեն ճիշտ չպահի, Ռուսաստանը կարող է շարունակել սահմանափակել հայկական ապրանքները։ Ծաղիկներ, միրգ, ջուր, կոնյակ, ինչ պետք լինի։ Նա այդ արգելքները չի ներկայացնում որպես սովորական շուկայի կամ որակի խնդիր։ Նա դրանք ներկայացնում է որպես նախազգուշացում Ռուսաստանի ղեկավարությունից։ Ռությունից։ Ահա այստեղ է վտանգը։ Երբ օտար պետությունը հարվածում է հայկական արտադրողին, իսկ ներսում մեկը դա թարգմանում է որպես քաղաքական խրատ, դա արդեն բիզնես չէ։ Դա շանտաժի բացատրություն է։ Ծաղիկը կանգնում է սահմանին, բայց ուղերձը գնում է Երևան։ Գյուղացին կորցնում է փող, ջերմոցի աշխատողը կորցնում է օրավարձ, արտահանողը կորցնում է պայմանագիր, իսկ հետո մեզ ասում են, տեսաք, պետք է ենթարկվել։ Սա շուկա չէ, սա պատանդի մեխանիզմ է։ Վնասում են արտադրողին, հետո նրա ցավը օգտագործում են քոքվեն փոխելու համար։ Այսօր ասում են, մի նեղացրեք Մոսկվային, որ ծաղիկն անցնի։ Վաղը նույնը կասեն ջրի մասին, հետո կոնյակի, հետո գազի, հետո քո ընտրության։ Երկիրը այսպես չի պահվում։ Այսպես երկիրը դարձնում են կախված, վախեցած և մշտապես սպասող, թե դրսից ինչ կփակեն հաջորդը։ Հունիսի 7-ին գնա ընտրության։ Քվեարկիր այնպես, որ Հայաստանի արտադրողը չդառնա ուրիշի քաղաքական պատանդը, իսկ քո